Բարի երեկո, հարազատներս։ Այս քանի օրը մենք սկսել ենք յուրեղյա միջանցքով անցնել ու համարյա ամեն օր ներդիտարկում ենք անում, բաց թողնելով այն բոլոր հինը հնարավորության սահմաններում, ամրապնդելով բոլոր մեր ձեռքբերումները, կարողություններն ու հմտությունները և նոր հող պատրաստելու նորին։ Ես հիմա ուզում եմ մի քիչ խոսել այդ յուրեղյա միջանցքի մասին, որպեսզի ավելի պարզ լինի, որից հետո մենք կկատարենք հետաքրքիր ներդիտարկում ու այսօրվա մեր ներդիտարկումը մի քիչ կտարբերվի, որովհետև այս տեսանյութը նաև տեղադրելու ենք մյուսների համար։ Այսինքն մեր լույսի շրջանի մեջ կավելանա ևս մի շրջան։ Այնպես որ հարմար տեղավորվեք ու փորձեք ուշադիր լսել։ Հիմա մանրամասը կտեղեկացնեմ, որպեսզի մեր ներդիտարկումը ավելի արդյունավետ լինի։ Ուրեմն մենք հիմա գտնվում ենք ժամանակաշրջանի կամ ժամանակահատվածի ամենակարևոր էներգետիկ շրջափուլերից մեկում։ Դեկտեմբերի 12-ից 21-ը ընկած ժամանակահատվածում։ Սա մի այնպիսի փուլ է, երբ երկար տարիների ընթացքում մեր մեջ կուտակված փոփոխությունները սկսում են ամրանալ և ձև ստանալ։ Վերջին տարիներին շատերի մոտ զգացվել է ինչ-որ տարօրինակ, ասենք, ժամանակը դանդաղում է կամ ավելի դանդաղ է անցնում, սովորական գործերը ավելի շատ ուժ ու ժամանակ են մեզանից պահանջում կամ մեծ քանակությամբ էներգիա։ Տրամադրությունները մեր ոնց որ փոփոխական լինեն, մեկ մենք տխրում ենք, մեկ ուրախանում ենք, սակայն այս ամենը նորմալ է, որովհետև մենք մոտեցել ենք ամենամեծ ցիկլի ավարտին։ Ու այդ ցիկլերը, ինչպես գիտենք, մեր կյանքում տարբեր են լինում, չէ՞։ Կա ունենք, ասենք, 7-ամյա ցիկլ, 9-ամյա ցիկլեր։ Այս պահին, այս տարի ավարտվում է 12-ամյա զարգացման ցիկլը, որը սկսվել է դեռևս 2012 թվականի դեկտեմբերից։ Ու հենց այս ցիկլը կոչվում է ինտեգրում, այսինքն այն ամենը, ինչ մենք ապրել ենք, սովորել ենք, այն ամենը, ինչ մենք ապրել ենք, սովորել ենք, հաղթահարել ենք այս տարիների ընթացքում, այժմ պետք է հերթով փուլ տեղավորենք մեր ներսում։ Ու այս ցիկլերը որոշ մարդկանց մոտ կարող է միաժամանակ ավարտվել, այսինքն կարող է և 7-ամյա, և 9-ամյա, և 12-ամյա ցիկլերը միաժամանակ ավարտվեն, որի պատճառով մեր զգացողությունները կարող են շատ ուժեղ կամ հակասական լինել։ Մի քիչ առաջ ձեզանից մեկը ասեց, չէ, հիմա ենք որոշում, թե ինչպես ենք մեր հետագա կյանքը մեր կողմից գրված ճակատագիրը, չէ, կամ ծրագիրը, ինչպես ենք անցնում, տանջանքով, թե թեթև։ Այսինքն, երբ որ խորանանք, արդեն կտեսնենք, որ հենց այս ցիկլերից է կախված, թե մենք որ փուլում ենք գտնվում և ինչպես է այն ընթանում։ Այս ձմեռային արևադարձը, որը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, այս տարի ավելի ուժեղ է, քան նախորդ տարիներին։ Պատճառը շատ պարզ է, որովհետև մենք ապրում ենք մի փուլում, որը կոչվում է վերածնունդ կամ վերադասավորում, վերագործարկում, վերակառուցում, ինչպես վերածնունդ։ Ու տարեկան ցիկլը միշտ գնում է արևադարձից արևադարձ, բայց այս անգամ սա պարզապես հերթական փուլ չէ, այլ հենց իրական նոր ծնունդ է։
Ես շատ անգամ խոսել եմ հոգևոր արթնացման փուլերի մասին, այդ հոգևոր վերելքի մասին ու ասեմ, որ բոլոր մարդիկ երկիր մոլորակի վրա ապրող ամեն մեկը տարբեր փուլում է գտնվում եւ դա բնական է։ Ընդհանուր առմամբ մենք գիտենք կամ խոսում ենք երեք փուլերի մասին, համապատասխանաբար ներքին աճի տարբեր աստիճանների, էլի։ Ու յուրաքանչյուր փուլում մենք ստանում ենք համապատասխան օգնություն կամ ծրագիր, կախված մեր ապրած անցած փուլից։ Այսօր էլ այս փուլում գտնվելով յուրաքանչյուրս ստանում ենք այն, ինչին մենք իրականում պատրաստ ենք։ Հիմա այս պահին մենք գտնվում ենք բյուրեղային միջանցքում։ Դեկտեմբերյան այս շրջանը հենց այդպես էլ կարելի է անվանել, որովհետև այն ամրացնում է այն լույսը, այն գիտակցությունը եւ այն փորձը, որը մարդը արդեն ունի իր մեջ, այսքան տարիների ընթացքում հավաքել է, կուտակել է, ու այստեղ չի ավելացվում նոր բան, այլ ձևավորվում եւ ամրանում է այն, ինչ արդեն անցել է քո միջով։ Ոմանց համար այս փուլը համարվում է ավարտման փուլ, իսկ մյուսների համար այն համարվում է նոր փուլ։ Մարդկանց մի մասի համար սա նշանակում է երկարատև ներքին վերելքի փուլ, որը ավարտվում է եւ սկսվում է մի նոր փուլ, իջնում դեպի կյանք, դեպի ընտանիք, շրջապատ, ծառայություն ուրիշներին։ Այսինքն, եթե առաջ փոփոխությունը հիմնականում տեղի էր ունենում մարդու ներսում, այժմ այն սկսում է արտահայտվել արտաքին կյանքում։ Ու ինչպես է սա, օրինակ, էներգետիկ մակարդակում իրականացվում։ Այս փուլում երկիրը ընդունում է շատ ուժեղ էներգիաներ, որոնք մարդը չի կարող ուղղակիորեն ընդունել։ Այդ պատճառով կա մի շղթա, որով էներգիան վերևից աստիճանաբար փոխանցվում է ներքև, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտվել դրանից, անկախ իրենց մակարդակից։ Սա շատ աստիճանաբար է տեղի ունենում, նուրբ, թեթև, որպեսզի ոչ մեկին չվնասի։ Դրա շնորհիվ նույնիսկ նրանք, ովքեր չեն զբաղվում գիտակցված հոգևոր զարգացմամբ, միևնույն է, ստանում են փոփոխությունների հնարավորություն։ Հիմա այստեղ այս փուլում ամենակարևոր միտքը յուրաքանչյուր մարդ հիշում է իր կյանքի նպատակի ինչ-որ մի փոքր մաս։ Յուրաքանչյուրը ներքին էներգետիկ կառուցվածքով հաղթահարում է, օգնում է ոչ միայն ինքը իրեն, այլև կարող է օգնել շրջապատին։ Ու բոլորը մասնակցում են հենց այդ նույն գործընթացին, ամեն մեկը համապատասխան իր զարգացած մակարդակից, էլի։ Նայած թե ով որ փուլում է գտնվում, առաջին, երկրորդ, երրորդ, թե որ։ Հիմա ինչ սպասենք այս մոտակա տարիներին, որոնք որ մենք անցնելու ենք։ Այս ձմեռային արևադարձից հետո շատերի համար կսկսվի մի նոր փուլ։ Կարող են լինել զգացումներ, ասենք հոգնածության, դատարկության կամ հակառակը, ոգևորվածություն կարող է լինել։ Եվ սա նշան է, որ հին փուլը փակվում է, իսկ նորը դեռ նոր է սկսում ձևավորվել։ Ու այս ներքին փոփոխությունները, ճիշտն ասած, սկսվել է շատ շուտվանից։ Հիմա որ մի փոքրիկ տարիներով անցնեմ, 2024 թվականի մարդկանց մի մասի մոտ ակտիվացավ հենց, ինչպես որ մենք միշտ անդադ խոսում ենք, հենց քրիստոսագիտակցությունը, որը ավելի բարձր ու սիրո գիտակից վիճակ է, 2025 թվականին այդ վիճակը ոչ միայն գիտակցության մեջ է իջել, այլև դարձել է մարդկանց մոտ կյանքի ապրելու վարք, ընտրություն, ներկայություն, այսինքն ավելի մարդը սկսել է մոտենալ ինքը իրեն ու հատկապես օրինակ այս
զգացողությունները կամ այս վիճակը բնորոշ է այն մարդկանց, ովքեր որ առաջիններն են եղել, այսինքն հոգևոր վերելքի զարգացման առաջին փուլից են հենց սկսել։ Նրանք, ովքեր հենց այդպես ավելի վաղ են անցել այս ճանապարհը, նրանց մոտ ավելի արտահայտիչ է այս զգացողությունները։ Իսկ 2026-ին սա արդեն կդառնա ավելի լայն տարածված բոլորի մոտ, ավելի արտահայտիչ կսկսի արտահայտվել, ասենք սա կլինի արդեն կյանքի որակ, ապրելու կայուն վիճակ այսպիսի մարդկանց մոտ, էլի։ Եթե նայենք 2016 թվականին, ապա այս տարին եղել է ավարտի տարի, այդ 2016 թվականին ավարտվել է հենց արական էներգիայի փուլը, փակվել է, այդ ցածր իրա վիճակը, կոշտությունը, վերահսկումը, բաժանումը ամբողջովին կոտրվել է ու սկսել է քանդվել։ Իսկ 2017 թվականին արդեն սկսել է մաքրում, նոր արեգակնային էներգիաների ներթափանցում։ Եթե նայում ենք այդ Շումանի ռեզոնանսին, այդ ժամանակվանից մինչև այսօր արեգակնային այդ պայթյունները, որոնք որ առաջացել են, ավելի հաճախակի ու ավելի բարձր սանդղակի են հասել։ Եվ 2017 թվականին այս մագնիսական դաշտի ակտիվացմամբ արևային էներգիայից, այն որ մենք ստացել ենք, արևային էներգիաները, որոնք որ ավելի շատ են իջել երկիր մոլորակ, մեր մոտ սկսվել է մեր էմոցիոնալ, գիտակցական մակարդակի մոտ մեծ փոփոխություններ առաջացնել, եւ երբ որ ավելի են ակտիվացել 2018-ից 23 թվականին, մեր մոտ նաև սկսել է գիտակցությունը ավելի բարձր մակարդակի բարձրանալ, ավելի մոտենալ դեպի Քրիստոսագիտակցությանը, այսինքն եթե մենք հետ նայենք Քրիստոսագիտակցությունը, շատ ավելի շուտվանից է սկսել մուտք գործել մարդկության կյանքի մեջ կամ սկսել զարգանալ, այսօր այն արդեն հաստատվում է։ 2024 թվականին ինտեգրվել է եւ 2025 թվականին այս ամենը արդեն մտել է մեր կյանք եւ եթե նկատեք մարդկանց մեջ ահագին փոփոխություններ են տեղի ունեցել, չէ՞, արդեն մարդկանց մեջ մենք տեսել ենք, որ նույնիսկ այն մարդիկ, որոնցից որ չենք սպասել, որ նրանք կարող են փոխվել, նրանք սկսել են փոխվել ու սկսել են Քրիստոսագիտակցությունից գործել, ապրել, իրենց կյանքը ստեղծել ու արարել։ Հիմա այստեղ խոսքը նոր արականի ու կանացիի հավասարակշռության մասին է։ Շատերի համար այս տարին ծանր էր, որովհետև պետք էր հրաժարվել հին մտածողությունից, հին վարքերից, բայց սրա փոխարեն դեռ հստակ պատկեր չկա ոչ մեկի մոտ, այսինքն հələ դեռ անցողիկ փուլում ենք մենք բոլորս գտնվում։ Եվ սա նորմալ է։ Հինը միշտ քանդվելու ժամանակ կամ իր քանդվելու փուլում միշտ դանդաղ է ընթանում, դեռ քանդվում է դժվարությամբ ու նորը ոնց որ հələ որ ձևավորվում է։ Դեռ նորը ամբողջական չի կառուցվել։ Կան մարդիկ, ովքեր այս փոփոխությունները անցնում են տարբեր ձևերով, տարբեր ալիքներով։ Օրինակ, ոմանք միանում են իրենց ներքին ամբողջականությանը, ավելի ամբողջական են դառնում, ոմանք կարողանում են կպնել իրենց բարձրագույն եսին, այսինքն կապ հաստատել բարձրագույն եսի հետ, այնպես որ ճանապարհները տարբեր են, ամենակարևորը հենց այդ ամբողջականությունն է, որպեսզի մարդը կարողանա ավելի ամբողջական լինի, էլի։ Ու այս շրջանում կարևոր է ոչ թե պատրաստի պատասխաններ վերցնել, այլ մտածել, կապեր գտնել ու խորանալ դրանց մեջ։ Մտային ոլորտը շատ
չթողնել, որ ակտիվ լինի, ավելի շատ թուլացնել, որովհետև ժամանակն է վերականգնելու այդ ստերեոտիպները, որոնք որ հնում ձևավորվել են ու մինչև հիմա հələ փոխանցվել են, մենք դեռ այդպես գործում ենք, ապրում ենք ու աշխատում ենք։ Հիմա դեկտեմբերյան այս օրերին մեզ համար պարտադիր է այս ինտեգրման ներդիտարկումները, որոնք օգնում են մեր տարբեր մարմինները վերամիավորել կամ ամբողջացնել, դարձնել ամբողջական, չէ՞ որ մենք բաղկացած ենք տարբեր մարմիններից, մենք միայն ֆիզիկական մարմին չենք, մենք էմոցիոնալ, մտային, հոգևոր, մի խոսքով, այսպիսի տարբեր մարմիններից ենք մենք կազմված ու այս ինտեգրումը շատ կարևոր է, որպեսզի այս բոլոր մարմինները միասին լինեն եւ ներդաշնակ եւ ամբողջական։ Ու խմբային ներդիտարկումների ժամանակ այդ էներգետիկ դաշտը ավելի հզոր է ձևավորվում, մարդը կարողանում է գեղեցիկ այդ լույսի շրջանը ստեղծել, որտեղ ամենամեծ աջակցությունն ենք մենք ստանում։ Ու շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր գործընթացում դու ունենաս քո ներքին համաձայնությունը ինքդ քո հետ, ներքին համաձայնություն նաև քո բարձրալ ուժերի հետ, դրա համար այսօրվա այս մի քանի օրերի ներդիտարկումը հենց կոչվում է ինտեգրում, բայց դու ինքդ ես որոշում, թե ինտեգրում որ քո էության կամ որ մարմինների համար։ Դու ինտեգրում ես քո հոգևոր աշխարհը, հոգևոր մարմինը, հոգևոր էությունը, թե ինտեգրում ես քո անհատականությունը, քո ներսում եղած այն ամենը, ինչ դու ցանկանում ես միավորել ու ամբողջացնել, էլի։ Այս վարժանքը կամ այս ներդիտարկումը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր հենց գտնվում են հնի ավարտի շրջանի փուլում, հենց ավարտի փուլում ու նոր փուլի մեկնարկն է սկսվում, մենք բոլորս այդ երկար ճանապարհը արդեն անցել ենք ու այս վերջի ես համոզված եմ, որ շատ շատերդ միգուցե շատ չենք ասում կամ խորանում այս ամեն ինչի մեջ, չէ, բայց շատ շատերդ արդեն շատ փոփոխությունների, դժվարությունների, կորուստների, նույնիսկ հաղթանակների, նոր ձեռքբերումների միջով եք անցել, իրանց ձեռք եք բերել ու ունեք, հիմա եկել է ժամանակը, որպեսզի մենք այն ինչ որ ձեռք ենք բերել, այն ինչ որ հաղթահարել ենք ու դարձել է մեզ համար փորձ, այս ամենը ամբողջացնենք։ Եվ վստահ եմ, որ այստեղ ոչ մեկդ էլ սկսնակ չեք, եթե սկսնակները կամ այն մարդիկ, ովքեր որ դեռ նոր են սկսում այս հոգևոր ճանապարհով գնալ, նրանք էլ կարող են այս փուլը նորովի սկսել, այսինքն հենց այն զրոյացման կետից սկսել եւ դա նորմալ է, քանի որ փուլերը բաժանված են 3 մասի, մենք հիմա թևակողում ենք 3-րդ փուլ ու նոր էլի փուլի սկիզբն է, նոր մեծ 12-ամյա ցիկլի սկիզբն է, այսինքն պատկերացրեք, թե հələ ինչքան էլի փոփոխություններ, նորություններ, նոր ձեռքբերումներ են մեզ սպասում այս նոր փուլում։ Շատ կարևոր է այս նոր փուլը պատրաստվել, նոր փուլի համար պատրաստվել ճիշտ ձևով եւ ճիշտ ծրագրավորելով, հնից էլի ճիշտ գործիքներով ազատվելով մտնել նոր փուլ ու էլի եմ ասում, կարևոր չէ, թե որս որ հոգևոր վերելքի փուլում ենք գտնվում։ Հիմա ամենակարևոր բանը ցանկություն ունենալն է, մտադրություն ստեղծելն է այս նոր ճանապարհը անցնելու համար։ Եվ լավ կլինի, որպեսզի այս նոր ճանապարհը փորձենք մի պահ ավելի լավ պատկերացնել, թե ինչի համար ենք մենք այստեղ,
ուր ենք մենք շարժվում եւ ամենակարևոր բանը ինչն է մեզ խանգարում, այն որտեղ որ մենք ուզում ենք գնալ, ինչն է խանգարում։ Եվ այս ներդիտարկման ժամանակ մենք, երբ որ կարողանում ենք միանալ կամ կապ հաստատել մեր բարձրագույն եսի հետ, արդեն բարձրագույն եսը մեզ հեշտությամբ տալիս է այն բոլոր պատասխանները, ուղղությունները, որոնք որ մենք պետք է օգտագործենք կամ վերցնենք ու ուղղորդվենք դրանով առաջ գնանք։ Կարողանանք տեսնել խնդիրները, լուծարել նրանց, ինչն է մեզ պահում այդ սեղմող ճնշող իրավիճակում, որ էներգիաները կարող ենք ակտիվացնել մեզ համար անհրաժեշտ փուլին հասնելու համար։ Եվ այս ներդիտարկման ժամանակ մենք բոլորս աշխատում ենք մեր լույսի ուժի բուրգով, հենց այդպես էինք կոչվում, որպես ներքին հոգևոր տարածք, որտեղ հնարավոր է հստակ ստանալ հենց աջակցություն, կոնկրետ ուղղություն հետագա մեր տարիների կամ հոգու ճանապարհի մեզ համար գրված ծրագիրը իրականացնելու համար։ Այսպես, ուրեմն այսօրվա մեր ներդիտարկման թեման հենց ինտեգրացիան է։ Այսպես ասեմ, մեծ ու մի քանի ցիկլերի հենց ինտեգրացիա հաստատում։ Ես բոլորը մոտավորապես պատրաստել եմ, որպեսզի կոնկրետ ինչպես ենք անցնելու, ինչպես ենք դա իրականացնելու, ու առաջարկում եմ այս մեթոդը իրականացնել հենց Լորեն Գորգոյի մեթոդով, որովհետև իմ համար ավելի շատ առաջնային է, ակտուալ է, թարմ է, դրա համար ընտրել եմ հենց իր մեթոդը, ու այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք առողջ նյարդային համակարգ։ Պետք է մեր նյարդային համակարգը շատ կայուն լինի, մեր բիոկառուցվածքը, այդ կենսական նյութերը, ածխածնի խտությունը էլի կայուն լինի, կարգավորված լինի, այսինքն մեր ֆիզիկական մարմինն էլ պետք է պատրաստ լինի, մաքրված լինի, որպեսզի մենք կարողանանք ճիշտ օգնություն ստանալ եւ կարողանանք դաշտ ստեղծել ճիշտ, որպեսզի այն մտադրությունը, ինչ որ մենք դրել ենք, կարողանանք այդ մտադրությունը իրականացնել, իրականության հասցնել։ Հիմա այստեղ ամենակարևոր բանը չեզոք լինելն է, շատ կարևոր է։ Այդ չեզոքության հենց կենտրոնը մենք կոչում ենք իրան օրհնության չակրա, այսպես կամ օրհնության էներգետիկ կենտրոն, այսպես կարելի է ասել, որը հենց գտնվում է մեր այդ գանգի կենտրոնում կամ ինչպես հասկացաք, հենց հիպոֆիզում մենք ակտիվացնում ենք իրան եւ այդ սիգնալները ուղարկում ենք համաձայնեցված մեր մոնադայի։ Այսինքն մոնադան դա արդեն ամենավերևի աստիճանն է, հիմնականում մոնադայի հասնում են ովքեր որ հենց սկզբից են սկսել հոգևոր վերելքը եւ այսօր գտնվում են երրորդ փուլում, հոգևոր վերելքի երրորդ փուլում։ Նրանք արդեն մոնադայի կարգավիճակում են։ Սա շատ կարևոր պայման է, որպեսզի վերև բարձրանալուց հետո կամ ավելի զարգանալուց հետո մենք չշեղվենք, չթողնենք մեզ համար կարևոր պահանջները, որոնք որ ստեղծել ենք կամ գրել ենք կամ ի վերուստ տված է եղել մեզ, որպեսզի մեր մարմինը կարողանա ճիշտ վերականգնվի, մեր էներգետիկ դաշտը, բոլոր մեր մարմինները միասին կարողանան այս փուլը համապատասխան մեր հոգու գրած ծրագրի ճիշտ անցնեն։ Հետաքրքիր է, որ մեր այդ բիոքիմիան մարմնում սկսում է փոխվել այն ժամանակ, երբ որ նաև փոխվում է մեր ածխազնային կառուցվածքը։
Չէ որ մեր մարմնում էլ կան այդ նյութերը, որոնք որ միասին փոխհարաբերակցվում են, համագործակցում են, առաջացնում են ինչ-որ նյութեր, առաջին հերթին խտացված մարմնում, մենք տարբեր չէ, մարմիններից են կազմված, խտացված մարմնում այն պետք է ավելի մաքուր ու ավելի կատարյալ լինի, կամ ինչքան հնարավոր է համապատասխան կառուցվածքում լինի։ Այդ որ ես միշտ ասում եմ թափանցիկ լինենք, հենց սրա մասին է խոսքը, էլի, կախված նրանից, թե մենք ինչպիսի ֆիզիկական ապրելակերպ ենք ունեցել, էլի։ Այս պահին ուղղակի մի հատ միտք եկավ, որ չէ որ մենք սնվում ենք արևի էներգիայից ու մեր նյարդային համակարգը առողջանում է, բարելավում է իր վիճակը հենց արեգակնային լոտոսից։ Ամենաշատը հենց մենք արեգակնային լոտոսից ենք վերցնում այդ մաքուր էներգիան ու մեր նյարդային համակարգը ավելի կայուն է։ Դրա համար շատերը, օրինակ, սիրում են, որպեսզի արևոտ լինի, չէ, օրը շատերը, ովքեր դեպրեսիայի մեջ են, չեն սիրում անձրևոտ օրեր, որովհետև այդ ժամանակ կապը կտրվում է հենց արևի էներգիայից, բայց երբ որ մենք համապատասխան դաշտ ենք ստեղծում մեզ համար, երբ որ մենք ճիշտ ձևով ենք ապրում, այդ ժամանակ կապ չունի եղանակն ինչպիսին է, մենք կարողանում ենք հենց արևի այդ լոտոսից էներգիան վերցնել ու մեզ համար ճիշտ օգտագործել, քանի որ մենք ունենք ընդունիչ համակարգ, մենք հեշտությամբ կարող ենք դա վերցնել, ուղղակի պետք է վերցնել այդ գործիքները եւ օգտագործել, էլի, մեզ համար։ Մենք վերցնում ենք այդ լույսը, ընդունում ենք ու փոխանցում ենք ներքև։ Այն վերամշակվում է ինքը իրեն այդ այդից բան, էլի նորից սկսվեց։ Հա, չանցավ։ Վերամշակվում է, հետո իջնում է մեր մարմնի ներս, ինքնուրույն սկսում է աշխատել ու ոնց որ ավելի շատ մարդկային ֆիզիկական, նյութական գործընթաց է տեղի ունենում, բայց արդյունքում ստացվում է էներգետիկ մի հոսք, որը լույսի միջոցով է հիմա տեղի ունենում ու նյարդային համակարգը այլևս էլ չի դառնում վտանգավոր։ Ինքը ավելի շատ կազդուրվում է, ավելի շատ իրեն լավ է զգում, ավելի շատ լավ էներգիաներ է փոխանցում, էլի, ինքը ունենալով համապատասխան ռեսուրսներ կարողանում է նաև իրենից դուրս տալ։ Ու անկախ այս հանգամանքից, որ մեզ տրվել է մոտ 24 տարի պատրաստվելու ու մարմինը ինչքան հնարավոր է նախապատրաստելու դեպի այդ ներքին լույսին, այնպես է պատրաստված, որպեսզի մեր նյարդային համակարգը չտուժի։ Դրա համար են շատերը ասում, որ կարող է այնպիսի ժամանակահատված գա, որ շատերը ուղղակի հոգեկան խնդիրներ ունենան, չկարողանան դիմանալ, հենց առաջին հերթին ֆիզիկական մարմնի կառուցվածքից է գալիս, հետո նոր հոգևոր արդեն, էլի։ Կամաց եկեք փորձենք ուղղակի հիշեք, որ եթե մենք հոգևոր զարգացման ենք գնում, այսինքն մեր մարմինն էլ պետք է հավասարաչափ մարզված լինի, հավասարաչափ անցած լինի այդ հոգևոր բոլոր էտապները, այլապես մարմինը կսկսե կաղել, այսինքն եթե մենք հոգևոր զարգացնում ենք մեր մտային, էմոցիոնալ, բայց ոչ ֆիզիկական մարմինը, արդյունքում ինչ որ միտեղ բան է ստացվում, կտրվածք է ստացվում, որը որ չի թողնում մեր ամբողջական մարմինը իրեն ամբողջական զգա։ Դրա համար
մտադրությունը հիմա ստեղծելուց մենք անպայման մեր մարմինը պետք է ներգրավենք ներդիտարկման մեջ։ Okay։ Հիմա եկեք պատրաստվենք ու փորձենք ներդիտարկում անել, որպեսզի կարողանանք ինտեգրել մեր բոլոր մարմինները մի ամբողջության մեջ։ Հարմար դիրք ընդունեք եւ ինչպես սովորեցրել եմ, այլևս պետք չէ որպեսզի ձեր աչքերը փակեք, այս 2-3 օրվա մեջ դուք սովորեցիք ձեր աչքերը չփակել ու բոլորի մոտ համարյա ստացվեց շատ լավ եւ տեղավորվենք հարմարավետ, այնպես որ մեզ ոչ մի բան չխանգարի եւ փորձենք ներդիտարկումը իրականացնել։ Իրար հետևից կարող է 2 ներդիտարկում անենք, պատրաստ եղեք։ Այսօրվա ներդիտարկումը ավելի հագեցած է։ Գնացինք։ Հիմա խորը շունչ, արտաշունչ։ Ներշունչի ժամանակ անպայման մեր դիաֆրագմայում փորձեք շունչը պահել, մի պահ, ուշադրությունը կենտրոնացրեք ձեր վրա եւ դանդաղ ասելով շունչը դուրս հանեք։ Սա կրկնեք մի քանի անգամ, շունչ, պահում ենք ու դանդաղ արտաշունչ։ Նորից շունչ, պահում ենք մի վայրկյան, կենտրոնանում ենք մեր ֆիզիկականի վրա ու դանդաղ արտաշունչ։ Հիմա ուշադրությունը տեղափոխենք կրծքավանդակի կենտրոն, սրտի տարածք։ Շարունակում ենք բայց շնչել, ներշնչելիս փորձենք զգալ հանգստություն, խաղաղություն, վստահություն, արտաշնչելիս ամբողջ մեր ֆիզիկական կամ էմոցիոնալ մարմինների լարվածությունը, անհանգստությունը, ավելորդ մտքերը բաց թողնենք ու շնչենք դանդաղ, խորը ու թույլ տանք, որպեսզի այդ շունչը դանդաղ հոսի, առվակի նման մեր միջով հոսի։ Հիմա այս պահին կանչում ենք մեր բարձրագույն եսին եւ մեզ թույլ ենք տալիս, որպեսզի նրան լսենք ու ասում ենք. ես ինձ թույլ եմ տալիս լսել եւ զգալ իմ իրական բարձրագույն ուժին, բարձրագույն եսին։ Ու անպայման ձեր ներսում զգացեք բարձրագույն եսը, ոչ թե ձեր տարածքից դուրս։ Հայտնվում է բարձրագույն եսը ներսում, դուք զգում եք ավելի ձեզ կայուն, հստակ ու ձեր մեջ հիմա այս պահին ներքին լռություն է։ Հիմա պատկերացրեք, որ դուք տեղափոխվում եք մի հատ պարզ, լուսավոր տարածք, որտեղ միայն ու միայն լույս է։ Ձեր առջև կա մեծ թափանցիկ լույսի ուժեղ բուրգ։ Այդ լույսը շատ ուժեղ է։ Դասական երաժշտությունն էլ կողքից։
Դուք լույսի մեջ եք ու դուք տեսնում եք այդ թափանցիկ ուժեղ լույսը։ Մտածում եմ, որ երաժշտություն տնեմ կողքից, որպեսզի մյուս ձայները մեզ չխանգարեն։ Նորից ձեզ ամբողջովին պատկերացրեք առանձին առայժմս այդ լուսավոր բուրգի դիմաց կանգնած, լուսավոր բուրգը շատ թափանցիկ է, ու հիմա մենք մտնում ենք այդ բուրգի ներսը։ Հիմա այդ բուրգը տեսեք ձեր գլխի վերևում, դուք բուրգի ներսում եք, ու պատկերացրեք, որ բուրգի հենց կենտրոնում պայծառ, մաքուր ու կենդանի բյուրեղ է դրված։ Նույնիսկ կարող եք այդ բուրգի լույսի գույնը, բյուրեղի գույնը լավ տպավորիչ պատկերացնել։ Այդ բյուրեղը պատկերացրեք, որ հենց բուրգի գագաթից կախված է բուրգի ներսում, դուք էլ իրա տակն եք։ Հիմա ուզում եք կանգնեք այդ բյուրեղի տակ, ուզում եք պառկեք, ինչպես որ կցանկանաք։ Ընդունեք ուղղակի ձեզ համար հարմարավետ դիրք։ Ու շունչ արտաշունչով բուրգից վերցրեք իր մաքրամաքուր էներգիան, թող այն ձեր գլխի գագաթից ներս մտնի ու ամբողջ մարմնով տարածվի, կամ կարող եք բուրգից անձրևի նման պատկերացնել, թե ինչպես է այդ էներգիան իջնում ձեզ վրա, ու ասում ենք. ես այստեղ եմ հրավիրում իմ հոգևոր բոլոր առաջնորդներին։ Հրավիրում եմ իմ լույսի ուսուցիչներին։ Հրավիրում եմ իմ բոլոր տարբերակներին, որոնք արդեն անցել են այն ճանապարհը, որին ես կամ որով ես պատրաստվում եմ անցնել։ Պատկերացրեք, որ դուք մենակ չեք ու ապահովված եք, բոլորը ձեզ աջակցում են, օգնում են, դուք հզոր եք, դուք ունեք համապատասխան ռեսուրսներ, ու այդ ուժով մենք առաջ ենք գնալու։ Հիմա բյուրեղից ուժեղ լույս է հոսում, շատ ուժեղ, շատ լուսավոր ուժեղ լույս է հոսում, տեսեք այդ լույսի գույնը այս պահին, որը որ այդ ճառագայթի նման մտնում է մեր մարմին ու արդեն ամբողջովին լուսավորում է մեր էներգետիկ դաշտը։ Պատկերացրեք առանձին լուսավորում է մեր մարմինը, տեսեք ամբողջ մարմնի ուրվագիծը կամ ֆիզիկական չափսերը, թե ինչպես է այն լուսավորվում, հետո եթերային, հետո աստղային, դուք դառնում եք ամբողջովին լույս։ Պատկերացրեք, որ այս լույսը համարվում է ստուգող, բացահայտող լույս։ Հիմա
Այս բյուրեղյա լույսը ձեր մեջ բացահայտում է բոլոր ձեր վախերը, բոլոր սահմանափակումները, բոլոր հին սովորություններն ու մտածողությունները, որոնք որ այս պահին ձեզ խանգարում են առաջ գնալ։ Այդ լույսի օգնությամբ տեսեք որոնք են դրանք։ Բոլոր վախերը, բոլոր սահմանափակումները, հին սովորություններն ու մտածողությունները, որոնք են խանգարում այս պահին ձեզ առաջ գնալ։ Մի փորձեք վերլուծել, ուղղակի իրանց սկան արեք, գտեք։ Այսպես դեմ առ դեմ կանգնեք նրանց առաջ, տեսեք թե ինչպիսին են իրանք։ Ընդունեք բոլորին, ընդունում ենք։ Ու երբ որ բոլորը արդեն կանգնած են մեր դիմաց, ասում ենք ես պատրաստ եմ բաց թողնել այն ամենը, ինչն այլևս չի ծառայում իմ ճանապարհին։ Ես պատրաստ եմ վերափոխման։ Ու թույլ տվեք, որ այդ լույսը մեղմ ամբողջը լուծարի, ոչ մի բան չմնա ձեր մեջ, որ ոչ մի խոչընդոտ այլևս չլինի, լույսը իջնելուց դուք ձեզ տեսնեք միայն թափանցիկ ակվարելային, դուք էլ դառնաք բյուրեղի նման թափանցիկ բյուրեղյա։ Հիմա խորշունչ, արտաշունչ, եթե ստացվեց ձեզ ամբողջովին թափանցիկ տեսնել, հարց ենք տալիս։ Հարցը ուղղում ենք մեր բարձրագույն եսին։ Ինչն է հիմա ամենակարևորը, որ ես պետք է հասկանամ ու փոխեմ, որպեսզի շարժվեմ իմ ճանապարհով։ Ու հետևեք պատասխանը ինչպես է գալիս, զգացողության, պատկերի կամ մտքի ձևով։ Սպասում ենք պատասխանին։ Եթե նույնիսկ ոչ մի բան չեք զգում, ապա իմացեք, որ դա էլ է նորմալ։ Մենք կարող ենք պատասխանը ստանալ առաջիկա օրերին, այնպես որ մեր համար փակտուր չկա, անպայման պատասխանը կստանանք։ Եթե ստացվեց, հիմա շնորհակալություն ենք հայտնում մեր բարձրագույն եսին, մեր բարձրագույն ուժերին, մեզ աջակցելու և շնորհակալություն ենք հայտնում լույսի բուրգին, հիմա դանդաղ փորձում ենք այդ բուրգից դուրս գալ, խոր շունչ, արտաշունչ, մի քանի անգամ դանդաղ, բավարարված, այլեք դեպի ձեր իսկական այս կերպարը, ու պատկերացրեք ձեզ հենց այս պահին, որտեղ եք նստած ու ինչպիսին եք դուք, միանգամից շարունակում ենք հաջորդ մեդիտացիան կամ հաջորդ մեդիտակումը, էլի աչքերը չենք փակում, մենք կարողացանք ազատվել մեր միջի այն գոյացությունից, էներգետիկ, որոնք որ խանգարում էին մեզ առաջ գնալ, հիմա
Փորձում ենք միավորել մեր հոգին, ոգին, սիրտը ու մարմինը, ինտեգրել այն բոլոր կարողություններն ու հմտությունները, որոնք որ մենք ձեռք ենք բերել մինչև այսօր մեր հոգևոր զարգացման ճանապարհին։ Մեր մարմնավորման փուլը միավորում է անձի բոլոր ասպեկտները։ Հոգին, մարմնի սիրտը, աստվածային համերաշխությունը, որը նորից կկապվի բարձրագույն ասպեկտների հետ, որը կստեղծի հարմոնիկ, ներդաշնակ, մարդկային էության ձևավորում հենց հիմա մեր ներսում։ Հոգին մարմնավորվելով սրտի տարածքում, ստեղծելով համերաշխություն, համաձայնում է, որպեսզի մեր բարձրագույն ասպեկտները ուղղորդեն մեզ այս մարմնի միջոցով երկիր մոլորակի վրա կարողանանք իրականացնել մեր առաքելությունը։ Այստեղ մեզ համար միակ խնդիրը կարող է լինել միտքը և կախված է նրանից, թե ինչքան ենք մենք նրան վարժեցրել մեր համար, որպեսզի համաձայն հոգու նա գործի և ոչ թե համաձայն իր ունեցած փորձի։ Ինչպես ենք հասկանում, որ միտքը համաձայն մեր մարմնի հոգու հետ ներդաշնակ է գործում, երբ որ չկա հակասություններ։ Երբ մեր մեջ չկան հակասություններ, ուրեմն մեր բոլոր մարմինները իրար հետ ներդաշնակ են։ Սա բավարար է միջին մարդու ինտեգրման համար, քանի որ այստեղ ներգրավված են ընդամենը 3 բաղադրիչներ՝ մտածել, զգալ, գործել, համահունչ։ Իսկ եթե խոսենք հոգով արթնացած մարդու մասին, կա նաև 4-րդ բաղադրիչը՝ հոգին, որը նույնպես պահանջում է միացում և ինտեգրում։ Հոգին ուղղակի չի մտածում, այլ ստանում է ներշնչումներ իր բնորոշ մտքից, իր մտածողությունը ենթարկվում է հոգուն։ Իմ զգացողությունները ուղղակի չեն, օրինակ, դրանց միջոցով պետք է արտահայտվի հոգու էներգիան։ Հոգում կա սեր, իմաստություն, խելամտություն, բայց այնտեղ չկա զայրույթ, ատելություն կամ անհաշտություն։ Հակառակը դա ամբողջականություն է։ Միջին մարդուն ինտեգրված անձը դառնալու համար պահանջվում է շատ ջանք, քան հոգով արթնացած մարդու համար, քանի որ վերջինս լրացուցիչ բաղադրիչ է անհրաժեշտ ուշադրություն և միացում տվի բարձրագույն հոգևոր տեսլականը։ Երբ մենք սկսենք ներդիտարկումը, ավելի շատ եկեք կենտրոնանանք մեր զգացողությունների վրա։ Հիմա հարմար դիրք ընդունելուց հետո նորից անցնում ենք դանդաղ խորը շնչառության։ Այս վարժանքի ընթացքում մեր մտքերը պետք է հեռու պահենք և ավելի շատ կենտրոնանանք մարմնի վրա։ Քանի որ մտքում շատ դժվար է կենտրոնանալ, զգալ հոգու ինտուիտիվ ազդակները։ Դրա համար շնչելով խորը և արտաշնչելով բոլոր զգացմունքները մենք սկսում ենք ակտիվացնել, մեր միտքը կարողանում ենք ինչ-որ ձևով կողքի պահել կամ հանգիստ վիճակում թողնել և զգալ մեր էմոցիոնալ ու եթերային ազդակները։
Հիմա պատրաստում ենք մեր բոլոր մարմինների համար համապատասխան էներգետիկ դաշտ։ Այդ դաշտը պատկերացրեք սառցե լույսի օղակ։ Մենք ստեղծում ենք սառը լույսի, պայծառ լույսի օղակ կամ թափանցիկ յուրեղյա օղակ։ Հիմա մենք մեզ բերում ենք ամենաբարձր հաճախականության մեջ, մեր կյանքում ամենալավագույն էմոցիաներից առաջացած հիշում ենք այդ պահերը ու այս պահին մեզ թույլ ենք տալիս, որպեսզի այդ հաճախականության մեջ ապրենք, ուրախություն, երախտագիտություն, սեր, բավարարվածություն, ընդունում ու սկսում ենք խորը շնչել, արտաշնչել, զգալով այդ ուրախության, երջանկության հաճախականությունները սրտով, անպայման ուշադրություն դարձրեք սրտին։ Ու այս էներգիան փոխանցում ենք աջ ձեռքին, հենց ափի մեջ, ու տարածելով սրտով մյուս ձեռքով լույսի շրջան ենք կազմում այսօրվա մեր բոլոր մասնակիցների հետ։ Առաջին շրջանում հենց այս պահին, ովքեր որ մասնակցում են մեր դիտարկմանը, միասին կազմում ենք լույսի շրջանը։ Անպայման տեսեք, թե ով է ձեր կողքում կանգնած, ում եք բերում ձեր կողքը։ Ովքեր են, որ հոգիներն են, ով է ընտրում, ում կողքն է ցանկանում լինել։ Բոլորիս սրտով անցնող լույսը գեղեցիկ շրջան ձևավորեց։ Հիմա մենք պետք է անպայման կենտրոնանանք ինտեգրման վրա, միացնելով մեր կազմվածքի կամ մեր կառուցվածքի մի քանի մակարդակներ՝ մարմին, հոգի, սիրտ, եւ եթե ընտրել ենք հոգևորը, ապա աստվածային, արարչական, բարձրագույն մակարդակի հետ ենք աշխատում։ Ու այս ինտեգրացիան թույլ է տալիս բոլորիս հասնել ներքին համադասավորվածության, երբ բոլոր զգացողությունները, մտքերը եւ գործողությունները միասին հաճախականության վրա են, բոլորը մի մակարդակի վրա են։ Եվ ընթացքում չենք մոռանում շունչ, արտաշունչ, զգում ենք այդ մեր բոլոր մարմինների միասնությունը, ամբողջականությունը։ Ավելացնում ենք բոլոր բացակայող էներգիաները, ամբողջովին լցնում ենք մեր դաշտ, մեր մարմին, որպեսզի հասնենք ամբողջականության ու ներքին ներդաշնակության։ Հիմա պատրաստվեք, որպեսզի ընդունենք աստվածային արարչական վիբրացիաները։ Այն բարձր մակարդակի վիբրացիաները, որտեղ որ ձեր հոգին եւ մարմինը ներդաշնակ են։ Մենք մեզ վերադասավորում ենք հենց այդ մակարդակի վրա, հետևում ենք մեր ներքին զգացմունքներին, ընդունում ենք այն ամենը, ինչ կա սիրով, առանց դատողության, առանց դատելու, առանց հին հոգեբանական վնասվածքների ազդեցության, թույլ ենք տալիս, որպեսզի մեր տրամաբանությունը բացի մեր ինտուիցիան ու փուլ ներդաշնակության ներշնչումների համար։ Հիմա ամեն քայլ, ինչ մենք անելու ենք, մոտենալու ենք մեր ինտեգրմանը, նպատակը ամբողջական դառնալն է։ Այդ լույսի շրջանը շատ լավ պատկերացրեք,
Հիմա երկրորդ շրջանն ենք կառուցում, այդ շրջանում կանգնեցնում ենք բոլոր նրանց, ովքեր որ այս մեր տեսագրությունը ուղղակի լսելու են, հետո են անելու։ Բոլոր նրանք, ովքեր այս պահին լսելու են ու նայելու են մեր տեսագրությունը, այս պահին դասավորվում են էլի աջ ձեռքով լույսի այդ շողը ճառագայթը մտնելով սրտով անցնելով դեպի ձախ ձեռք ու իրար հետ լույսի շրջան են կազմում։ Սա մեր երկրորդ շրջանն է։ Մենք հիմա այս պահին ովքեր որ մասնակցում են, մենք բոլորս տեսնում ենք այդ շրջանը։ Առաջին շրջանում մենք ենք, երկրորդ շրջանում կլինեն նրանք, ովքեր որ այս տեսահոլովակը ձայնագրության միջոցով կլսեն։ Եվ երրորդ շրջան հրավիրում ենք մեր բոլոր բարձրագույն ուժերին, երկրային և երկրային ուսուցիչներին, տիեզերական մեր ընտանիքի անդամներին, մեր 12 կերպարներին, բոլոր մեր պահապան հրեշտակներին, նրանք բոլորը լույսի շրջան են կազմում երրորդ շարքով։ Ու հիմա մտովի պատկերացրեք, որ նորից լույսի բուրգ է ձևավորվում ու մեջտեղում այդ բյուրեղյա լույսն է կախված։ Հիմա բոլորս միասին ձեռք ձեռքի տված բուրգի նման այդ բյուրեղյա լույսից էներգիա ենք ստանում։ Բոլորիս մոտ անցնում է այդ լույսի ճառագայթը գլխի կենտրոնից, մտնելով լսում է մեր մարմին ու մեր ամբողջական մարմնում է լսվում կամ մարմիններում, կենսական դաշտում։ Ինչպիսի գույն հենց սկզբից տեսակ այդ բյուրեղյա լույսը, այդպիսի գույնի լույսով էլ լցրեք ձեր բոլոր մարմինները։ Նույն ձևով տեսեք առաջի շրջանը, երկրորդ շրջանը ու երրորդ շրջանը։ Ինչքան հնարավոր է, վերցրեք ձեր մեջ այդ լույսը, քաշեք ձեր մեջ, ձեր ամեն մի մարմնի, բոլոր մարմինների ամեն մի բջիջը թող լցվի այդ լույսով։ Դուք հիմա նորացված եք, հինը բաց թողած, բոլորի հետ ներդաշնակ, ձեր բոլոր մարմինների հետ ներդաշնակ, պատրաստ ենք նոր կյանքի, նոր փուլի, նոր պայմանագրերի ու նոր ծրագրերի։ Այս պահը վայելեք, օրը շնչով լցրեք ձեր մեջ, արտաշնչով հաստատեք, ու կամաց վերադարձեք ձեր այս կերպարը, այս մարմին, արդեն այս մարմնից շնորհակալություն ենք հայտնում բոլորին, մեր մասնակիցներին,
Այն բոլոր մասնակիցներին, ովքեր որ հետո են նայելու եւ որ շրջանում կանգնելու եւ մեր բարձրագույն բոլոր ուժերին։ Ամենավերջում շնորհակալություն ենք հայտնում Պուրգին իր բյուրեղյա լույսով ու կամաց վերադառնում ենք հիմա ու այստեղ։ Եթե ինչ-որ միտեղ հաստատուն չստացվեց, եթե ինչ-որ միտեղ կարիք կա, որպեսզի նորից անեք, կարող եք կրկնել մինչև դեկտեմբերի 21-ը, երբ որ կցանկանաք։ Կարևոր չէ օրը, կարևոր չէ ժամը, ամենակարևորը մտադրությունն է եւ արդյունքը։ Ես շնորհավորում եմ բոլորիս եւ ցանկանում եմ բարի երթ։ Շնորհակալ եմ, բարի ուշ։ Եթե կուզենաք մի քիչ կիսվել կամ ձեր տպավորություններով խոսել, կարող եք խոսել, կարող եք միացնել ձեր բարձրախոսները, ես սիրով կլսեմ։ Հուսով եմ բոլորիդ մոտ շատ լավ ստացվեց։ Վստահ եմ։ Եթե ոչ, կարող եմ ուղղակի բոլորիս մաղթել բարի փոխակերպում, բարի ինտեգրում, հաստատում եւ լավ երեկո։